Օրեցերեկով ծրագիրը շարունակում է աշխատանք ուղիղ եթերում, ի դեպ ասեմ Անդրեյ երկրպագուներները մեզ խեղտամանում եւ հիմնականում երաժշտական ծրագրի շրջանակներում են ուզում նրանց տեսնել։ Ի դեպ ասեմ մենք որոշել ենք ամեն ուրբաթ մեզ մոտ տեղի ունենա երգի պրեմիերա։ Եթե բոլոր տեղերում կարողանում ենք կազմակերպել տեսահոլովակի պրեմիերա, մենք փորձելու ենք ամեն ուրբաթ ձեզ համար ներկայացնել երգի պրեմիերաներ։ Իսկ թե ով է վաղը լինելու, որովհետև արդեն պարզ է ուրբաթ օր մեզ մոտ հյուրի աշխատական ծրագրի շրջանակներում, դա թող մնա վաղվա համար, հա։ Ժամը 12-ից կմիանեք ուղիղ եթեր Երևան հեռուստաընկերությանը եւ կիմանաք թե ովքեր են լինելու մեզ մոտ տաղավարում։ Նաեւ տեղեկացնեմ, որ մարտի 8-ին տոնական ծրագիր ենք ձեզ համար պատրաստել, հետաքրքիր հյուրեր եւ ամենակարևորը պետք է կենթանի հնչողություն այստեղ ներկայացնենք եւ իհարկե երգեն։ Այդ ամենը նորից թող մնա մարտի 8-ի համար։ Տվյալ պահի համար հիշեցնեմ 51 60 36։ Զանգահարում եք ոչ միայն ինձ հետ կարող եք շփվել, այլ նաեւ իմ հյուրերի հետ, որոնք ամենապունկտուալներից մեկն են։ Ես կարող եմ նրանց նաեւ 5 րոպե շուտ ընդհանրապես կանչել, բայց նրանք արդեն մեզ մոտ են, երկար ժամանակ սպասում էին, արտահայտվեցին արդեն տաղավարի վերաբերյալ, բայց մնացած թեմաները արդեն ուղիղ եթերում։ Իմ հյուրերը բավականին սպասված են, նորություններ ունեն ներկայացնելու եւ տաղավարում է արդեն սիրված երգչուհի, ինչու՞ չէ նաեւ հաղորդավարի Ջուսը եւ երգան Կարեն Գրիգորյանը, բարի օր ձեզ, բարի գալուստ։ Ոնց եք։ Ուրա։ Ես զգում եմ, դուք ոնց որ տնավարի եք, մի անգամից նստեցիք, լավ է, հա, տենց լավ եք։ Շատ հարազատ է ձեր ստուդիան մեզ համար։ Ես տա կքն ինձ թվում անես, լավ է, փափուկ է։ Էդ աշճան հանգիստ աջուս։ Այ սենց լավ է։ Հա, որտեվ ես գիտեմ կան օրինակ տեղեր, շատ սենց ինտերիերը լավ է լինում, բայց չես կարող քնես ջուս։ Կա ճիշտ է։ Տենց էլ կա։ Լավ, հիմա անցնենք բուն թեմային։ Նախ շնորհակալ եմ ձեզ, որ այստեղ եք։ Ծրագիրը ես ասում եմ հենց եթերում լինի, տեսահոլովակի պրեմիերան կազմակերպենք, որովհետև կարճան։ Մենք հենց այդպես էլ պայմանավորվել ենք։ Քո գործերը մենք պետք է ներկայացնենք, սիրում ենք։ Շնորհակալություն։ Արդեն գիտես ոնց ես հասկացել եմ, Բարգավաճում սկսում եմ մեր ծրագրից։ Կարճան։ Այո, ես էլ գոհ եմ, ես այսպես։ Լավ, սկսենք ամենասկզբից։ Կարեն Գրիգորյանը անհատներից է, որ ով լինի, չլինի նոր սերունդ, ավագ սերունդ ջուսի հետ աշխատում է։ Ինչու՞։ Անկեղծ ասա։ Ջուսի միակ պատճառը երևի որ սկսեցի աշխատել այն է, որ ջուսը շատ տաղանդավոր երգչուհի է, ու ես համարում եմ այսօրվա դրությամբ մեր իրականությունում լավագույն այսպես վոկալ ունեցող երգչուհիներից մեկը։ Ու ես ամանչում եմ սա։ Չէ, նորմալ։ Իմ դեմը որ ես ճիշտ ասած բազմից եմ ասել, ու էլի կասեմ, որ ջուսը դեռևս իր վոկալը ցույց չի ել տվել, որովհետև հնարավորություն չի եղել։ Հնարավորություն եղել է, բայց վստահ եմ, որ ինքը շատ առավել է ընդունակ ու մի օր հաստատ ինչ որ հետաքրքիր նախագծի շրջանակում ցույց կտա ձայնը սկզբից մինչև վերջ, հա։ Ինքը աշխատել է հիմնականում այն ոճում, որը ավելի փոքր, այսպես սահմաններում է ցույց տվել, բայց ինքը իրոք շատ մեծ վոկալային տվյալներ ունի։ Ինչ։ Ու ես հասկացել եմ մի բան, չնայած երաժշտական կրթություն չունեմ, իմս ավելի շատ պարային է, բայց ես հասկանում եմ, պետք է երգահանները հասկանան, որ ինչպես կարելի է օգտագործել երգչի կամ երգչու ձայնը, այդպես չէ։ Այո, ու ես մի բան նշեմ, որ ասենք ինձ համար ինչ է հետաքրքիր ջուսի հետ, որ չկա չեմ կարող արտահայտությունը կամ չեմ ուզում, դժվար է, նմանատիպ բան է, այսինքն ինչ որ գրում ես, վստահ եմ, որ ջուսը մի անգամային այսպես գերազանց կկատարի, ինչն էլ երևի հենց կիքսն էր, որովհետև ես բոլորը ասում են երգը շատ լավն է, բայց անկեղծ լինեմ, ես կարծում եմ երգը այնքան էլ լավ չի, որքան ջուսն է լավ կատարել, կատարումն է լավը փաստորեն, լավ։ Չէ, ես սիրում եմ այդ երգը։ Դա պետք է սիրես, որ կատարես, իմ կարծիքով դա էլ կապ ունի։ Հա, եթե ոչ սիրելով ես կատարում երգը, դու կարող ես ընդհանրապես փչացնել, կամ եթե ասում ես չի ստացվում, կարող է չի ստացվում ինչ որ ոչ, դու պետք է պարապես որ ստացվի, եթե չի ստացվում, ուրեմն դու լավ երգչուհի չես։ Բայց ճիշտ ջան, կա երգեր, որ օրինակ կարելի ասել դա քոնը չէ, ինչքան է լավն ուզում է լինի, քոնը չէ։ Ա պետք է հասկանան այդ երգչները, բայց դու պետք է այդքան դերի մեջ մտնես, որ սիրես այդ ոճը, պարապես այդքան երբ ստացվի այդ երգը։ Եվ ինչքան պարապեցին։ Չեմ կարա չկա, չեմ ուզում կա, գիտես։ Չէ, չեմ ուզում կա, ճիշտ է, բայց չեմ կարա դժվար։ Երկար չէր այդքան պարապել է, բայց ամեն դեպքում ջուսը մարսեց այսպես ասած երգը, որովհետև որպես պրոֆեսիոնալ երգչի բնականաբար պետքա արդեն պատրաստ լիներ ձայնագրություն շատ կարճ է տվել, ընդհանրապես ջուսը շատ անհետաքրքիր է ձայնագրվել նշեմ, մոտավորապես ձայնագրություն տեմա 8-ից 10 րոպե, շատ անհետաքրքիր է, ասենք մտնում ես ձայնագրումը մի անգամից դուրս է գալիս։ Շատ անհետաքրքիր։ Ձայնային ռեժիսոր ասում է, բա դուք
վերցրել եք մի ժամ, այդ չեղավ արդեն, ինչ որ sense։ Գումարի խնդիր է լինում փաստորեն։ Չէ, դե ասենք մեղավոր ազգում ընդունային ռեժիսորը թե ինչի, ասենք մի ժամվա համար վճարում ենք, բայց 10 րոպե ենք երկում։ Դե հասկանալի է, պատկերացնում այդ մարդը ինչքան երկիչներ աշխատում, որ ասենք թե օրերով գալիս են ձայնագրման։ Ասում եմ մտնեմ, էլի ձայնագրվեմ, ոնց անենք, ասում։ Էլի Լավ, մենք մի քանի րոպե տեսա ուղղակի պրեմիերան կազմակերպենք, զրուցենք հեռուստատիտող հետ շարունակենք։ Ալո, բարև ձեզ, դուք եթերում եք։ Ողջույն։ Ողջույն։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Մեզ ով է զանգարել։ Ռիփսիմեն։ Մեր Ռիփսի։ Շատ լավ, մենք կարոտել ենք ձեզ։ Ես ձեզ շատ կարոտել, մարտի 1-ից սպասում էի ամեն օր երբեք եթերում գալու։ Լավ, հիմա արդեն հանգիստ եք, չէ։ Իհարկե։ Ունեք առաջարկ կամ պահանջարկ, ինչու՞ չէ։ Ինչ է քո։ Ինձ դուր գալիս է ամեն ինչը եւ հաղորդահար դուք ամեն ինչ գիտեմ խոսքով ոչ մի բան ավելացնելու կամ պակասելու չունեմ։ Ահա։ Նույնիսկ հատուկ դիտեմ եւ վայրեմ։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Մնացեք մեզ հետ ուղիղ եթերում։ Շնորհակալ եմ, որովհետև հենց ձեզ նման հեռուստադիտողների համար այսօր մենք եթերում ենք։ Դա ամենակարևորությունն է։ Երբ որ ասում են պետք է հաղորդավարները աշխատեն, ես ասում եմ, չէ, պետք է հեռուստադիտողները պարտադրեն, որ մենք աշխատենք։ Դա ամենաճիշտ արտահայտությունն է։ Լավ, մենք խոսենք մեր գործերից։ Ձայնասկավառակը լույս է տեսել, ամեն ինչ նորմալ է, տեսահոլովակը ունենք։ Ինչ է այսօր անում Կարենը եւ Ջուսը։ Նորից կա համատեղ գործ։ Համատեղ նախագիծ կա, ես ճիշտ ասած ուզում եի ասել, որ Ջուսին շատ ուզում եմ տեսնել ռոքային ոճում, բայց ոչ թե այսպես կիսատ փոփ ռոքային ոճում, այլ իսկապես լուրջ ռոքային ոճում, որովհետեւ այստեղ ռոք, իսկական ռոք։ Չգիտեմ, երբ որ մենք X-ն էինք անում, նույն բանը էլի Ջուսը ասում էր կլսեն այստեղ նմանատիպ երգեր, բայց փորձը ցույց տվեց, որ եթե լավ կատարում է ու ստացված նախագիծը լսում են ու այդ հավաստումա ոչ միայն ասենք եթերների, չգիտեմ, պատվերները, այլ նաև ինտերնետային այսպես արձագանքը։ Ահա։ Այնպես որ կարծում եմ թե լավ բան արվի, որ ոճում է լինի, յուրահատկություն պետք է լսարանը, այո։ Ես համոզված եմ, այդպես էլ կլինի։ Նախագիծ ունենք, որ դեռևս այսպես պրոցեսի մեջ է, պետք է համերգային ծրագրով ներկայանանք Անգլիայում, որը նախատեսել ենք այսպես մայիսի վերջ, հունիս ամիսներին ու այսպես կրտնաջան աշխատում ենք այդ ուղղությամբ, որ առավելագույնս ներկայացնենք այս նախագծով ներկայանանք, կլինեն իմ հեղինակային գործերը հիմնական դասական այսպես ուղղվածություն ունեցող ու երկրորդ ձայնասկավառակն շուտով արդեն լույս կտեսնի, White Illusion, սպիտակ տեսիլքներ, ինստրումենտալ գործեր, գործիքային որով էլ երևի թե այսպես երաժշտական երկրորդ փուլ կանցնեմ, որովհետեւ Լավ, դուք քնում եք, այսքանից հետո մի հատ հարց տամ էլի։ Հա, ես բավականին շատ եմ քնում, իդեպ խնդիրներ եմ ունենում, որ շատ եմ քնում։ Կարծիքով դա քիչ։ Իմ կարծիքով քո էներգիան նորմալ է, դու կարաս քիչ քնես։ Մենք ցերեկը կարող եմ քնել մի 2 ժամ, եթե լինում եմ տունը, բայց տենց ժամը 3-ին թե 4-ին քնում եմ, 8-ից կես զարթնում եմ։ Գիշերային մարդ է Ջուսը։ Չէ, ես գիշերային մարդ չեմ, բայց գործի համար տենց պետք է։ Եթե պետք է զարթնում։ Այսինքն այն աշխատանքը, որ դու նաև երեկոյան աշխատում ես, դա դեռ շարունակելի է։ Ես եթե, այո, կա, բայց եթե ես գիշերը չաշխատեի ակումբում, ես 10-ից կքնեի ինձ թվում է։ Հենց էլ է թվում, տենց կլինի։ Ես առասարը գիշերները չեմ քնում ու շատ եմ սիրում գիշերային։ Որտեվ դու ամբողջ։ Չէ, որովհետև ես որովհետև նոթբուք ունեմ, դու չունի։ Ինքը կոմպ ունի, ես չունեմ, ճիշտ է։ Լավ, հեռուստադիտողից շփվենք ու դիտենք տեսահոլովակը։ Ալո, բարև ձեզ, դուք եթերում եք։ Ալո, բարև ձեզ։ Ողջույն։ Իմ անունը Սասուն է։ Շատ ուրախ ենք։ Ողջույն, Սասուն։ Ձիլա ջան, ինչպես եք։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Լավ, ես ձեր հաղորդմանը անհամբերությունը սպասում էի։ Ես ուրեմն երկուս ձեր հյուրերի բարեմաղթել, ամենալավ բաները ցանկալա ջուս, և հաստուս այդպիսին է։ Դուք առաջիկայում ինչ պլաներ ունեք։ Լավ, դե մենք դելի որ պլաներից ենք խոսում, շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն, պլաների մասին խոսում ենք, դեռ կշարունակենք խոսել։ Մի հատ տեսահոլովակի պրեմիերան կազմակերպենք, վերջապես այսպես ասած մեր X-ը շնորհակալություն մաղթանքների համար։ Այո, ու սկսենք ամենասկզբից։ Նախ տեսահոլովակով է նկարանել։ Կարեն Գրիգորյանը ռեժիսոր, օպերատոր եւ երգի հեղինակ եւ խոսքերի հեղինակ։ Ես արդեն Պաստորեն Կարջան, Մենակ ես երգել եմ։ Չեմ կարող արդեն ասել, երգը, հա, ես պետք է ասեմ։ Չէ, ճիշտ ասած ես անկեղծ լինեմ, տեսահոլովակը ինչու նկարահանվեց,
պետքա ես չնկարեի, կար էր, որ պետք է նկարել, բայց այդպես ստացվեց, որ որոշեցինք վերջում նկարել, որ ու այնքան լավ է պատկերացնում ինչ էր պետք տեսահոլովակի համար, որ ես էլ ինքս էլ իմ տեսախցիկով նկարահանեցի, ինչը շատ լավ էր ու մի հատված նկարեցինք Երևանում, մյուս հատվածը Բեյրութում, ու միացրեցինք իրար, ստացանք այն, ինչ ունենք։ Կասեմ, որ առաջիկայում մայիսին ունենք համերգային ծրագիր, որտեղ ջուսը նույնպես կներկայանա, կլինի, չեմ ուզում ասեմ հեղինակային երեկո, ամեն դեպքում իմ գրված երգերը կերկեն մեր հայտնի երգիչ-երգչուհիները, ու ոչ միայն երգիչ-երգչուհիները, կլինի նաև ինստրումենտալ, այսպես նոր ստեղծագործությունների պրեմիերաներ։ Կոնկրետ օրը դեռ չենք որոշել, բայց մայիսի սկզբի առաջի շաբաթում կլինի, համերգը կլինի բարեգործական ու այս միջոցով էլ ինչ որ կփորձենք որևիցե բարի մի բան անել, այնպես որ բոլորին, ովքեր սիրում են թե երգիչներին, թե երգերը, համեցեք եւ բացի նայած որ համերգի ներկա կլինեք, դրանով կաջակցեք նաև շատ այլ մարդկանց։ Եվ շուտով կներկայացնեմ, արդեն ասեցի, ձայնասկավառակը երկրորդ ինստրումենտալ, հավանաբար առաջին սկզբում ոչ Հայաստանում, ապա արդեն նաև հայրենիքում։ Ու այսպես կներկայացնեմ նաև մեկ ֆիլմ, որի ռեժիսորն է Արաքս Ամադոյան, որտեղ նույնպես կաշխատի Սիրակ Օհանյանը, որը այսպես մոնտաժային աշխատանքներով զբաղված տեսահոլովակի ու անմիջապես մեր եթերից հետո ես պիտի գնամ ու նկարվեմ։ Ահա։ Փաստորեն ժամանակ չունենք նաև հաց ուտելու։ Կուտենք։ Ես սիրում եմ, որ ամեն ինչ կարելի է մի օրում անել, չթողնել վաղվա։ Ես գիտեմ, որ կա մարդը, «Ջան, այս բանը թողում նա վաղը», բայց կարելի է փաստորեն։ Հնարավոր է, ցանկություն լինի։ Մարդու մտքին ինչքան տաք ես շուտ պետք է անես ամեն ինչ։ Այո։ Լավ, այսքանից հետո ինձ մնում է ուղղակի հերթական անգամ ձեր շնորհակալություն հայտնել, հարգելն է, շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Հուսով եմ համերգային թեկուզ ծրագրի մասին մենք նախորոք կիմանանք, կարող ենք, որովհետև մենք յուրաքանչյուր բարեգործական աշխատանք ոլումը մեր ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք։ Վերջի մեր տեսանյութն էլ փաստեց, որ նկարանենք մանկատանը, մեզ միացել են շատ դպրոցներ, նաև ինչու՞ չէ, ընկերություններ, որոնք ցանկացել են միանալ շատ երեխաների եւ բարեգործական աշխատանքներով հանդես են գալիս թե վերանորոգման, թե այնտեղ խաղալիքների, ուտելիքների եւ ոչ միայն մանկատներ, այլ ծերանոցներ։ Իսկ սա արդեն մեծ գործ է։ Մենք մեծով նաև ձեզ կաջակցենք, շնորհակալ եմ ձեզ հերթական անգամ։ Շնորհակալություն ձեզ նոր եթերային շրջան ու վստահ եմ, որ էլ ամեն օր էլ ավելի շատ կշատանա լսարանը ձեզ ու չգիտեմ, պարզապես ձեզ սիրում են ու դա շատ արդեն լավ է։ Շնորհակալ եմ ձեզ, շատ շնորհակալ եմ։ Եվ իհարկե շնորհակալ եմ մեր հովանավորներին, էլի շատ ընկերություն, Բյուրական մաքուր ջուր, Էկոֆուդ ապրանքանիշ, մեր ինֆորմացիոն հովանավոր paparazzi.am կայքին եմ շնորհակալ, Mavita դիզայներական կենտրոնին, հեռախոսը համար 091 32 81 61 եւ վերջապես իմ գեղեցիկ կատարելության հասնելու համար շնորհակալ եմ Աբաժուր գեղեցկության սրահին, հատկապես Գայանե Սմոյանին, կարող եք ինքն էլ զանգարել, տեղեկություններ քաղել, եթե ուզում եք 53 02 80 հեռախոսամարով։ Այսքանից հետո ես ասում եմ ձեզ հաջողություն նորից վաղվա հանդիպելու ակնկալիքով։ Համոզված եղեք նույն ժամին, նույն տեղում ես ձեզ կասեմ բարի գալուստ օրը ցերեկով ծրագիր։ Կհանդիպենք վաղը։ Բարին են ձեզ։